Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում հուլիսի 19-ին ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։ Մոտ 30 րոպե որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչ 21-ամյա Արաքն լողալու նպատակով մտել է ջրվեժը, սակայն հետո ջրահեղձ է եղել։ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում հուլիսի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի տարածքում բախվել են ՈՒԱԶ և Հյունդայ Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Իսրայելը փոշմանել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Բաքվից զանգ ստանալուց հետո, գրել է իսրայելական Հայերց թերթը։ Իսրայելցի պաշտոնյաները հավաստիացրել են ադրբեջանցի գործընկերներին, որ այդ հարցը դուրս է գալու Քնեսեթի օրակարգից, գրել է պարբերականը։ Թերթի աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կապ է հաստատել իր գրասենյակի հետ։ Ադրբեջանական հարթակները գրում են, որ զանգողը եղել է Հիկմեթ Հաջիևը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտել է Իրանի ուղղությամբ հարվածների 9-րդ անընդմեջ շարքը։ Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզը։ Ենթադրվում է, որ հարված է հասցվել հրթիռային փորձարկման կայանին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների, ԱՄՆ-ն կրկին հարվածել է Չաբահար և Կետարակ նավահանգիստների ուղղությամբ։ Պայթյուններ են որոտացել նաև Չաբահար, Մահշահր և Իմամ Խոմեյնի քաղաքներում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ամերիկյան MQ-9 հարվածային են ոչնչացրել Իրանի տարածքում։ Հորմուզի նեղուցում պայթեցվել են 2 օրինախախտ լցանավեր, որոնք նավարկել են ԱՄՆ-ի հովանու ներքո։ Թեհրանը վճռականորեն հայտարարում է, որ ցանկացած նավթի տարանցում փակ է, քանի դեռ ամերիկյան ագրեսիան չի դադարել։ Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ Իրանի պատասխան հարվածներն արմատապես փոխել են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։ Հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, պնդելով, որ դրանք ցույց են տվել ամբողջ տարածաշրջանում հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը, առանց արդյունավետ ռազմական պատասխան սադրելու։ Արաղչին հավելել է, որ Իրանը դեռ նախապես էր կանխատեսել պատերազմի հնարավորությունը եւ պատրաստել էր գործողությունների մանրամասն ծրագրեր տարբեր սցենարների դեպքում։ Նա ընդգծել է, որ երկիրը ռազմական գործողությունների սկսվելուց բաց կապես չի զարմացել եւ լիովին պատրաստ էր պատասխան գործողությունների։ Արտգործնախարարը հայտարարել է նաեւ, որ Թեհրանը բանակցությունների մեջ է մտել Միացյալ Նահանգների հետ, չնայած պատերազմի սպասմանը, պարզաբանելով, որ բանակցությունները նպատակ ունեին սպառել դիվանագիտական հնարավորությունները եւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Իրանը օգտագործել է բոլոր խաղաղ ուղիները եւ ընդհանրապես ցանկություն չի ունեցել հակամարտելու որևէ մեկի հետ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը բազմիցս պահանջել է ուրանի զրոյական հարստացում եւ ի վերջո ընտրել ռազմական ուղին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մինչ օրս չի հանդիպել Իրանի նոր գերագույն առաջնորդի հետ։ Մոջթաբա Խամենեին կարողացել են տեսնել միայն շատ փոքր թվով մարդիկ, ասել է արտգործնախարարը իրանցի լրագրող Ջավադ Մուգուին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ հասանելիությունը Խամենեին մնում է խիստ սահմանափակ, իսկ նրա հետ անձնական հանդիպման հնարավորություն ունեցող անձանց շրջանակը նվազագույն է։ Նշենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չէր մասնակցել անգամ հոր հուղարկավորությանը։